Ողջույն հարգելի բարեկամներ, այսօր չնախատեսված տեսանյութ եմ անում, բայց շատ կարևոր ու ոչ շատ երկար։ Ձեր իսկ շահերից է բխում այս տեսանյութը դիտել, ձեր մեջ վերլուծել եւ հասկանալ ձեր քայլերը։ Ուրեմն երեք Շիրակի մարզի Գյումրիում դատարանը, դատավորը կալանքի որոշում է տվել հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Կալանքի որոշումը ինչքան ես հասկացա փաստաբանի հետ խոսելուց, ոչ իր փաստաբանի, Զարուհի Փոստանջյանի հետ խոսելուց, որը իր փաստաբանն էր, բայց դատարանը որոշել էր ներս չթողնել իրեն, այլ հանրային պաշտպան էր ներգրավել։ Կալանքի որոշում տրվել է խուլիգանություն հոդվածով եւ դատարանի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար։ Ինչքան գիտեմ, ճշտված չի, բայց Լիլիթ Աղեկյանը, ինչքան գիտեմ, դատարանում ըստ ինձ հասած լուրերի ասել է, որ դատարանը կոռումպացված է։ Հիմա հետևյալը։ Այն հոդվածով, ինչով Լիլիթ Աղեկյանին տարել են կալանքի, այդ հոդվածի տակ ընկնում են մի շարք իշխանական գործիչներ։ Ես հիշեցնեմ, որ ժամանակին Արսեն Թորոսյանի նկատմամբ դատարանը որոշում էր կայացրել հերքել Մասիվի հիվանդանոցի գլխավոր բժշկի հասցեին արված լուրերը, Արսեն Թորոսյանը ասել էր, այդ դատարանի որոշումը մոտավորապես է մեջբերում, ինձ համար հիմք չի։ Հետո չգիտեմ հերքել էր թե չէ ներողություն խնդրել էր, բայց փաստն է, որ ասել էր եւ ոչ մի բան։ Գանք հետոյի դեպքին։ Ուրեմն Լիլիթ Աղեկյանը այնպիսի ծանր հանցագործություններ արել պետության հանդեպ կամ մարդկանց հանդեպ, ինչպիսի ծանր հանցագործություն անգամներ չէր արել գործող վարչապետի Շարասյան վարորդը Սոնա Մնացականյանին հղի վիճակում վրաերթի ենթարկելուց, որի արդյունքում նաև իր չծնված երեխան մահացան, ու էլի ոչ մի բան։ Գանք մի քիչ էլ էս կողմ։ Այսինքն Լիլիթ Աղեկյանը, որի հետաքննության նաև արդյունքում, ինչքան ես կարդացի, դատապարտվել է 5 տարի ազատազրկման Շիրակի մարզպետարանի ոմն ՀԿ, ես կասկած ունեմ, որ դա կրթության վարչության բաժնի պետն է եղել, եթե սխալվում ներողություն եմ խնդրում, բայց ըստ երևույթին նա է եղել։ Այսինքն Լիլիթ Աղեկյանը զբաղվում էր կոռուպցիոն կապերի բացահայտմամբ, հատկապես դպրոցներում, ուսուցիչներով, հիվանդանոցներով, ԽՑԲ կապերի բացահայտմամբ, նաև քննիչների, ոստիկանների կապերի շատ ծանր հանցանք էր կատարել, քան ԱԺ որը իր անվտանգության աշխատակիցներին հրահանգել էր քաղաքացու ձեռքը բռնել եւ թքել էր քաղաքացու երեսին։ Էլի ոչ մի բան։ Նման բաները Հայաստանում կարելի է, նման մարդկանց։ Գանք էս կողմ։ Արթուր Չախոյանը, բլոգեր, որը զբաղված է կոռուպցիոն եւ անորակ շինարարության բացահայտումներով, հանրային տեսախցիկների արչև, լրագրողների աչքի արչև ծեծի է ենթարկվում նոր-նորքի թաղապետի եւ աշխատակիցների կողմից։ Խմբակային խուլիգանություն ես կանվանեի սա, բայց արի ու տես, որ նոր-նորքի թաղապետը ազատության մեջ է։ Այսինքն Արսեն Թորոսյանը դատարանին նման բան է ասում։ ԱԺ պատգամավորը թքում է քաղաքացու երեսին, հետո ասում է հանրությունից ներողություն։ Իսկ քաղաքացուց ներողություն խնդրել ոչ։ Շարասյան վարորդը վրաերթի է ենթարկում, մարդը մահանում է իր չծնված երեխայի հետ, սա ոչ։ Թաղապետը իր կողքի բոլորի հետ Արթուր Չախոյանին ծեծի է ենթարկում տեսախցիկների առաջ, սա հեչ, բայց Լիլիթ Աղեկյանը, որ ինչքան ես տեսել եմ իր գրառումներում, ես ընդունում եմ, որ էմոցիոնալ է եղել, քննիչներին եւ ոստիկաններին մեղադրել է կոռուպցիայի մեջ եւ վիրավորական բառերով է դիմել։ Այսինքն այս հանգամանքը այնքան հիմք էր, որ Լիլիթ Աղեկյանին կալանքի տանեին, բայց այս 4 դեպքերը ոչ, այսինքն սա վարչապետ ՆՓ-ի ժող բաստիոնն է։ Հիմա որպեսզի շատ երկար չստացվի ժողովուրդ։ Այս երկրում այս երկակի ստանդարտների
չարտարադատության պայմաններում ոչ մի բան չի ազդելու այս ամեն ինչի վերացման փոփոխության վրա, քան թե հանրային լայն հնչեղությունը։ Ես տեսել եմ, օրինակ ես չնայած իմ անձնական վերաբերմունքին 160 թեմի եւ ժուրնալիստների միության նախագահի հանդեպ, բայց ես տեսել եմ, որ նա գրառում է գրելի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի իրատեսեյեմի գրառումն եմ տեսել, բավականին լայն տարածում է գտել իմ գրած պոստը սոցցանցերում, բայց իդեպ Զարուհի Պոստանջանին որպես դատապաշտպան չեն թողել դալիճ, հանրային պաշտպան են ներգրավել։ Ես հանրային պաշտպանին փորձել եմ զանգել 2 օր է, անընդմեջ հանրային պաշտպան չի արձագանքում։ Ես հետո պարզա, որ Գյումրիում իմ ծանոթ մտերիմի հետ հարևան է ինքը, ես դեռ իր անունը չեմ տա, բայց եթե նա չարձագանքեց իմ զանգերին, ես հանրային կերպով նրան կդիմեմ, գիտեմ անունը, ազգանունը եւ այլն։ Ու խնդիրը հետեւյալն է, ինչու եմ ես փորձել կապնվել իր հետ, որովհետեւ 5 իրավապաշտպանները, դատապաշտպաններ Վարազդատ Հարությունյանը, Ռուբեն Մելիքյանը, Արսեն Բաբայանը, մյուս երկուսի անունը կներեք չեմ հիշում։ Ես զրուցել եմ պարոն Հարությունյանի հետ, նա հանձնարարել, որ կաշխատեն մաքսիմալ օգնել Լիլիթ Աղեկյանին, բայց պետք են նյութերը եւ կալանքի որոշումը։ Ես փորձում եմ դատապաշտպանի հանրային պաշտպանից ստանալ, բայց դեռ կապի չեմ ունի։ Հիմա բուն երևույթին։ Դուք տեսնում եք, որ կատարվում է ընտրովի արդարադատություն, ես իմ խոսքերի համար պատասխան եմ տալիս լիովին։ Երբ որ մի դեպքում նույն դատարանին ասել դատարանի որոշումը իմ համար հիմք չի, ոչ մի կալանք, եւ որ մարդու դեմքին թեքելու համար ոչ մի գործ, եւ որ մարդուն կամերաների տեսախցիկների առաջ ծեծելու համար խմբակային դա խուլիգանություն չի, դա խմբակային հանցագործություն չի, ոչ մի բան, բայց հետաքննող լրագրողին, որի հետաքննության արդյունքներում շատ բաներ է բացահայտվել Շիրակի մարզում, տանում են կալանքի։ Հետաքննող լրագրողը իր խնամքի տակ ունի ծեր մայր, կարծեմ հիվանդ, այդ կնոջ թողել են փաստացի առանց խնամողի, խնամակալի, հա, ու այդ կնոջ արարքը գնահատվել է այնպիսի ծանր, որ այս 4-ի արածը իրար հետ, 4-ի 10-ի դրանից մեղմ էր։ Սիրելի ժողովուրդ, եթե դուք այսօր լռեցիք այս փաստի հանդեպ, կգա մի օր, համոզված եղեք, սա ես չեմ ասել, սա ասել են հին ժամանակներից, որ նույն ընտրովի արտարադատությունը կգա ձեր հետևից, բայց արդեն ոչ Արա Կարանյանը կլինի ազատության մեջ, ոչ Արթուրը, ոչ 5 իրավապաշտպանները եւ ձեր համար խոսող չի լինի։ Սա ես ձեզ պարզ բացատրում եմ, ինչ է ձեզ սպասում, օրինակ էլ կարող եմ բերել։ ՓՄԶ աշխատողները անտարբեր էին հիմնականում երկրում տիրող անարդարության եւ ռեպրեսիաների հանդեպ, բայց հենց հարկը դարավ 10%, իրենք հավաքվեցին կառավարության շենքի դիմաց, բայց արդեն իրենց համար խոսողները քիչ են, հասկանում եք, այս անտարբերությունը ունի շղթայական հատկություն։ Ինչքան դուք անտարբեր եք, այնքան պակասում են հասարակության մեջ խոսք ձայն բարձրացնող ճշմարտության մասին խոսող մարդիկ նրանց հատ-հատ փակում են։ Եվ վաղը մյուս օր, երբ որ երթը հասնի ձեր համար արդեն եկող չի լինի։ Ուրեմն ես սպասում եմ, որ հանրային պաշտպանը կտրամադրի նյութերը, որպեսզի փոխանցենք 5 իրավապաշտպաններին։ Ես սպասում եմ, ես հույս ունեմ, որ հանրությունը լայն կարձագանքի այս թեմային, գոնե սոցհարտակներում տարածման տեսքով։ Ես կդնեմ եւ Facebook-ում եւ ոչ YouTube-յան ալիքով կգնայս եթերը։ Եվ կախված է նրանից, թե կգան ձեր հետևից, ձեր համար կանգնող կլինի, թե չի լինի, ձեր այսօրվա քայլերից։ Լավ մտածեք, ես Լիլիթ Աղեկյանը ինձ բարեկամ չի, ես նրա հետ շփվել եմ 1-2 անգամ, բայց որպես մարդ ես հասկանում եմ, ցանկացած մարդ կարող է սխալ թույլ տալ, կարող է իր արտահայտություններում շատ սուր լինել, ընդդուք մինչև ինչ որ վիրավորանքներ, բայց միթե դրա համար կնոջը, որը զբաղված է հետաքննող լրագրությամբ եւ ունի ձեր կին իր խնամքի տակ տանում են կալանքի Աբովյան։ Իսկ ավելի ծանր առերևույթ հանցագործություն կատարածների համար մի հատ ներողությունով անցնում են առաջ։ Սա Ժող Բաստիոնն է Նիկոլի։ Ձեր հետևից գալու են, եթե դուք այսօր լռեք։ Վաղ թե ուշ տարբեր պատճառներով։
մի հատ բժիշկ հիվանդության առումով վիրահատությունը մի հատ սխալ բան կանի, իր հետևից կգան իշխանական բարեկամի հանդեպ, մի հատ սխալ էլ չի անի, ինչ որ հանգամանքներում ասենք Աստված մի արածը մի հատ հիվանդ կմահանա, իշխանական բարեկամ կգան այդ բժշկի հետևից իր համար խոսող չի լինի, որտեղ այդ բժիշկը այսօր լուռ է։ Մի հատ առևտրական, որը այսօր կասի դե լավ, հա, հիմի Լիլիթ Աղիկյանն ով է, ես իմ համար, ես էլ եմ կրկնում, իմ համար փաստը հետևյալն է, անարդարության Սպրավիդլիվստի բացակայությունը, ու ես ձեզ sense բան ասեմ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի լյուստրացիա կանվանեք, վետինգ կանվանեք, բայց դա պետք է լինի։ Դուք դատավորներ, մի հատ նայեք Արտուշ Գաբրելյանին, որը նաև կալանքի որոշումներ էր տալիս եւ այլն, դուք նայեք մյուս դատավոր ներին, որոնք Արմեն Գրիգորյան էին կալանքի տանում, որը մահացավ դատարանի դալիճում, հետո այդ նույն դատավորները մեղադրվան կաշառք ստանալու մեջ։ Հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո կյանք կա Հայաստանում, դրանով չի պրծնում կյանքը։ Դուք հասկանում եք, որ եթե արտարության ձայնը բարձրացող մարդիկ գան իշխանության, լինելու է հատ առ հատ լյուստրացիա, ու ես ձեզ ասեմ, ոչ մի եդը ձեզ կփրկի, ոչ էլ դատապաշտպանները կամ դատարանները։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հատել է այն շեմը, որ նոր իշխանությունները պետք է անեն լյուստրացիա բոլոր ոլորտներում, սկսած իրավապահ, քննչական, չգիտեմ, դատական, իշխանական, չինովնիկական, բոլոր ոլորտներում։ Երբևէ որևէ մեկը թալանից սկսած, կոռուպցիայից սկսած, մինչև այս ընտրովի դատավարությունը պետք է ենթարկվի լյուստրացիայի, թե ինչ մակարդակով դա արդեն տեղում կորոշվի։ Սա կախված Լիլիթ Աղիկյանի դեպքի մասին եւ ընտրովի արդարադատության մասին, սա իմ անձնական կարծիքն է, բերած փաստերի եւ փաստարկների վրա։ Վայելեք Նիկոլ Փաշինյանի ժող բաստիոնը։ Չմոռանաք, որ կարող է ձեր դռնով անցնելուց ոչ թե կողքից անցնի, այլ մտնի ձեր տուն այդ ժող բաստիոնը։ Եթե դուք այսօր լռեք, վաղը ձեր համար խոսացող չի լինի։ Ես հույս ունեմ, որ քանի որ ոչ մի կապ չկա Լիլիթ Աղիկյանի հետ, ես հույս ունեմ, որ Հայաստանում ենք ապրում, գիտեք, Աբովյան ՔՔ-ում ինչ որ կերպ իրեն կամ կասեն այս տեսանյութի մասին կամ ցույց կտան, ես Լիլիթ Աղիկյանին հորդորում եմ ներվերը զսպել, իմանալ, որ լայն հանրային ռեզոնանս է առաջացրել իր դեպքը, նա մոռացված չի, ես սոցցանցերում էլ տեսնում եմ տարբեր մարդկանց գրառումներից, ժուրնալիստների, ոչ ժուրնալիստների, արդարության ձայն բարձրացնողների, հատկապես գյումրեցիների եւ ոչ միայն, Լիլիթ, բավականին լայն ճնշում կա սոցցանցերի եւ մեդիայի մակարդակում, դու հանգիստ եղի, աշխատի այդ ամսվա մեջ ընդեղից առողջ եւ առողջությունը չխաթարված դուրս գաս։ Ես հույս ունեմ, որ այս ճնշման արդյունքում, եթե ոչ շուտ, գոնե մեկ ամսից դու դուրս կգաս։ Այսքանը ժողովուրդ։ Լավ եղեք, եթե կարող եք Նիկոլ Փաշինյանի ժող բաստիոնում։ Սա նրանց արժանամակարգն է։